Նիստի սկզբում ամբաստանյալների շահերի պաշտպանը միջնորդեց դատարանին միջոցներ ձեռնարկել իր պաշտպանյալների և մասնավորապես իր անվտանգությունը դատարանի դուրս ապահովելու համար։ Դատարանը գտավ, որ պաշտպան Ռուբեն Մովսիսյանը այս առումով սխալ հասցեով է դիմել և որ իր անձի նկատմամբ ոտնձգությունից պաշտպանվելու համար պետք է դիմի ոչ թե դատարանին, այլ ոստիկանությանը։ Նախորդ դատական նիստին դատարանում ցուցմունք տալու համար ամբաստանյալները ժամանակ խնդրեցին և այսօր արդեն պատրաստ էին իրենց հայտնի մանրամասները հաղորդել դատարանին։ Ոստիկանության Գյումրիի բաժնի առաջին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանի ցուցմունքով ապրիլի 15-ին ժամը 17-ի մոտակայքում հերթապահը իրեն զեկուցել է, որ փողոցում վիճաբանելուց հետո գետնին ընկած մի տղայի, այսինքն Տիգրանին, գեղեցկության սրահի աշխատակիցները տեղափոխել են իրենց մոտ, որտեղ 10-15 րոպե մնալուց հետո բերել են ոստիկանության բաժանմունք։ Իր աշխատասենյակում արդեն Աշոտ Թափալցյանը հանդիպել է Տիգրանի և հարազատների հետ, պարզելու համար, թե իրականում ինչ է կատարվել։ Տիգրանը դարձյալ կրկնել է, որ փողոցում գլխապտույտ է ունեցել և վայր ընկել։ Սրանից ավելին ինքը դեպքի մասին չի իմացել։ Հարազատների պնդումները, թե ոստիկանության շենքում արդեն իսկ հայտնի էր, որ Տիգրանին ծեծել են, նա միանշանակ հերքում էր։ Երբ մենք ներս մտանք, տեքորս կինը գորալով, տղաս գորալով ապքեզով է ծեծել։ Տեքորս կինը դուք չեք տեսնել, երեխան ծեծված է, ո՞նց կարող եք ասել ընկելը։ Երեխան ծեծված է, չեք տեսնել, հələ մի հատ լավ նայեք։ Ես հենց կաբինետում ասել եմ, որ Տիգրանին ծեծել են, չեք տեսնում։ Ինքը դե քուրջանով է ծեծել։ Ասել եմ, չգիտեմ դուք, բայց դուք չեք տեսնում, որ սա ընկել է, սա ծեծված է, ընկնելու բան չէ, ես պնդել եմ։ Դեպքի մասին նույն օրը ոստիկանությունում ոչինչ չի գրանցվում և սա ամբաստանյալը բացատրում է այն հանգամանքով, որ կոնկրետ իրենց բաժին որևէ մեկի կողմից ահազանգ չի եղել։ Առաջին բուժօգնություն ցույց տվող բուժքույրն ինքը կարծել է, որ դեպքի մեջ քրեական տարր չկա և հարկ չի համարել հայտարարություն տալ։ Ջերմակ հիվանդանոցի բժիշկը ևս ում մոտ տեղափոխվել էր հիվանդը դեպքից հետո որևէ հայտարարություն չի տվել, այլ պարզապես զանգի միջոցով փորձել է Թափալցյանից ճշտել, թե տեղյակ է արդյոք դեպքի մասին։ Թերացել են, թող բարի լինեն պատասխան տալ։ Ինչ է, ես իրենց ասեի, դե գիտեք, թերացված է, դուք գրանցեք անպայման, ես չգիտեմ իրենք ինչպես պետք է աշխատեն, կամ Լիլա գեղեցկության սրահի հավաքարարը, որ իրենք պնդում են, դե ասա, դուք ասիք, թե չէ։ Ինչ է, հավաքարար պիտի ասես, դե գնացեք, գրանցեք։ Ըստ Թափալցյանի ցուցմունքի դեպքի մասին ի վերջո ոստիկանությունում գրանցվում է իր նախաձեռնությամբ, այն ժամանակ, երբ պարզվում է, որ Տիգրանի առողջական վիճակը հետզհետե վատթարանում է։ Աշոտ Թափալցյանի խոսքերով իրեն մեղադրում են անձնական շահադիտական նպատակներով և խմբային շահերից ելնելով հանցանքը թաքցնելու մեջ, որի հիմքերը ինքը նախ չի հասկանում և հետո իրեն մեղավոր չի զգում, քանի որ հանցագործների փախուստի մեջ գտնվելուն նպաստել է Տիգրան Թադևոսյանի եղբայրը։ Տեղեկությունն ըստ նրա ինքը ստացել է ընդամենը օրեր առաջ։ Ով Տիգրանի մահվան հարցում, օբյեկտիվ թե սուբյեկտիվ, ունի իր հանցանքը պատժվելու է։ Ինչպես կպատժվի, ես թողնում եմ Աստծուն։ Հիմա Տիգրանի հարազատները մեղադրվող ոստիկաններից պահանջում են ոչ թե պատժի կրում, այլ ընդամենը հանցագործության բացահայտում, որպեսզի այլևս նման դեպքերը չկրկնվեն, իսկ մեղավորները չմնան անպատիժ։ Այսօր ով էլ որ դառվի, մեկ է, մենք մեր Տիգրանին չենք գտնելու։ Մյուս Տիգրանների համար մենք պետք է պայքարենք մինչև վերջ, բուն դադական process-ի ժամանակ հատկապես, երբ պետք է այդ մարտահրավերները պատասխան տան, բարդադիր ձևով։ Ես չգիտեմ, ով ում ջրաղացին է ջուր լցել, թող կրի Աստծուց պատիժը։ Մարինե Դերբինյան, Համբարձում Պապոյան, Գալայնյուս։